Քաղաքական ընտանիքում ծնված Ռուբեն Ռուբինյանի համար քաղաքականությունը վաղուց է դարձել առօրյայի մաս։ Ազգային ժողովի նախկին փոխնախագահ Կարապետ Ռուբինյանի որդին է։ Ծնվել է 1990 թվականին Երևանում, ավարտել Երևանի պետական համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետը, ապա կրթությունը շարունակել արտերկրում, մագիստրոսի աստիճաններ ստանալով Լոնդոնի համալսարանական քոլեջում և Լեհաստանի Յագելոնյան համալսարաններում։ 2017-ից 2018 թվականներին Ռուբինյանը մի քանի ամիս անցկացրել է Ստամբուլում Հրանտ Դինք հիմնադրամի Հայաստան-Թուրքիա փորձի փոխանակման ծրագրի շրջանակում։ Սաբանջա համալսարանի ինկից Ստամբուլի քաղաքականության կենտրոնում նա ուսումնասիրել է Թուրքիայի ժողովրդավարացման գործընթացում հասարակական կազմակերպությունների դերը։ Թուրք ազգայնականի կողմից Ստամբուլում սպանված հայազգի լրագրող Հրանտ Դինքի անվան հիմնադրամի ծրագրի շրջանակներում մի քանի ամիս անցկացրել եմ, ավելի շուտ իրականացրել եմ հետազոտություն հիմնադրամի ծրագրի շրջանակներում Թուրքիայում։ Եվ ի դեպ, երբեք դա չեմ թաքցրել, որովհետև Թավշյա հեղափոխությունից անմիջապես հետո փոխնախարար նշանակվելուց երևի 3 կամ 4 օր անց հարցազրույցում բաց ասել եմ, որ ես հեղափոխությունից առաջ այնտեղ էի։ Քաղաքացիական պայմանագիր կուսակցությանը միացել է ավելի վաղ 2015 թվականին։ Եղել է կուսակցության հիմնադիր, վարչության անդամ, մամուլի քարտուղար, ապա վարչության փոխնախագահ։ 2018 թվականի մայիսին նշանակվել է արտաքին գործերի նախարարի տեղակալ, իսկ նույն տարվա արտահերթ խորհրդարանի ընտրությունից հետո ընտրվել է ազգային ժողովի падգամավոր։ 2021 թվականից զբաղեցնում է ազգային ժողովի փոխնախագահի պաշտոնը։ Նույն թվականի դեկտեմբերին Ռուբինյանը նշանակվել է Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում Հայաստանի հատուկ ներկայացուցիչ։ Այդ կարգավիճակում նրա առաջին հանդիպումը Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քլիչի հետ կայացավ 2022 թվականի հունվարի 14-ին Մոսկվայում։ Ստամբուլում նրա հետազոտական աշխատանքի և հետագայում հայ-թուրքական բանակցություններում առանցքային դեր ստանձնելու պատճառով ընդդիմադիր քաղաքական գործիչներն ու մի շարք հանրային գործիչներ նրան բազմիցս մեղադրել են թուրքամետ որոշումներ ունենալու, անգամ Թուրքիայի շահերը կամ լրտեսական գործունեություն սպասարկելու համար։ Այս քննարկումները նախորդ գումարման ազգային ժողովում մի քանի անգամ հունից հանել են Ռուբինյանին։ Կանեմ են ինչ որ կուզեն։ Տիրություն արեք։ Շարունակեք, պարոն Աշա, կարամ։ Ձեզ սխալ է թվում։ Ու ձեր ամբողջ խմբակցությանը ես արդեն կոչ եմ անում հանգստացեք միան։ Ազգային ժողովի նախագահի պաշտոնին հավակնող Ռուբինյանն իրեն ուղղված մեղադրանքները Թուրքիայի գործակալ լինելու վերաբերյալ հերքել է, դրանք որակելով անհեթեթ և վիրավորական։ Ի դեպ, իշխող քաղաքացիական պայմանագիրը խորհրդարանի ղեկավարի պաշտոնի թեկնածու է ընտրել Ռուբեն Ռուբինյանին, որը ընտրվելուց հետո առաջին շնորհավորանքը ստացավ հենց թուրք բանագնաց Քլիչից։ Գառնի Մութաֆյան, Նանա Գևորգյան, ABC Media։